Սյունիքի խնածախի ու խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից էլի կրակել են, մինչև լուսաբաց։ Նույն ժամերը չի փոխվում համարյա, նույն ձևով կրակում են 10-20, 12-20, շերը 2-ին է լինում, 3-ին է լինում նայած որոր, առավոտը 4-ին 4-20, ես էլ ասեն ժամերին չեմ նայում, կրակում են, ինչ ասեմ, ուրիշ բան կա, որ ասեմ, որ հիմա կրակում են նույն ձևիա, նույն պատմությունը։ Իսկ մերոնք պատասխանում են, մեր կողմից պատասխան։ Ընդհանրապես, մի հատ էլ է։ Գիշերը կրակում է, ցերեկը բարձր բաներից խոսում, անվտանգություն, աշխարհակարգ, խաղաղություն, խաբում է անթակույց օրը ցերեկով աշխարհի 44 երկրի։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ներկայացուցիչներին, վերլուծական կենտրոնների փորձագետներին 44 երկրից հավաքել է Ստեփանակերտի պետհամալսարանում, որ ինչ ասի, ցանկացած սադրանքի օպերատիվ արձագանքել նրանց պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարականիչեցրեց։ Այժմ հաջորդում է Բաքվի հայտարարությունը ձևակերպումով հայկական կողմի դեմ ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների մասին։ Մի այսպիսի հայտարարություն էլ այս շաբաթվա սկզբին արեցին, նույնը այսօր են կրկնում։ Պնդում իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից մինչև 22:30-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Վարդենիսի ու Վերինշորժայի դիրքերից փոքր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Այդ երկրի ռազմական գերատեսչությունն ասում է նաև, թե նշված ուղղություններով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ։ Այնինչ խնածախից ու խոզնավարից էլ պատմում են, որ հենց այդ ժամերին ադրբեջանական դիրքերից են կրակում արդեն քանի օր է։ Այդ ակտիվությունը Ռամադանի օրերից է սկսվել, հետո դադար են տվել ու վերջին օրերին էլի սկսել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ռեժիմով է հերքում նրանց կեղծ հայտարարությունները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից 22:30 ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Մոսկվան է արձագանքում այս իրավիճակին։ Աշխարհում լավ են սերտել փաստորեն հավասարության նշանով խոսելու լեզուն։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասում է, հետևում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակին եւ հանդարտության կոչ են անում կողմերին։ Բաքվին եւ Երևանին կոչ են անում խուսափել իրավիճակի վատթարացմանը հանգեցնող ցանկացած գործողությունից։ Համոզված ենք, որ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող հարավային մարզում Ռուսաստանի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի եւ ընդհանրապես ողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։ Ով կսանձի Ալիևին, նա կանգ չի առնում, սանձող չկա ու նախապայման վերջնագրեր է, որ շարում է ու զարկ տալիս դրանց դոզային։ Փոխեք սահմանադրությունը, քանի դեռ Հայաստանն ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, ռազմական նոր առճակատման վտանգը կա։ Ձիու քայլ է անում։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։